Եվ այսպես սկանդալ է տեղի ունեցել ազգային ժողովում Վահագն Ալեքսանյանը, ՔՊ-ական պատգամավոր, ազգային ժողովի ամբիոնից ցույց է տալիս մի տեսագրություն, որտեղ որ Միացյալ Նահանգների կոնգրեսականը հայ լրագրողին պատասխանում է այն հարցինի պատասխան, որ ինչի չեք ցեղասպանության հարցը բարձրաձայնում եւ այլն, նա ասում է, որ ձեր նախագահը ինձ խնդրել է, որ ցեղասպանության հարցով այլևս չխոսենք կամ քիչ խոսենք, նման պատասխան է տալիս, այսինքն Սերժ Սարգսյանը խնդրել էր, որ ցեղասպանության հարցը քիչ բարձրաձայնվի եւ դա խանգարում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ու այս ասում են մարդիկ, ովքեր որ Փաշինյանին ասում են թուրք, Փաշինյանին ասում են հայրենիք ծախող եւ այլն, հայրենիք ցեղասպանություն урացող, բայց իրանք տակից ամեն ինչ արել են, որ Թուրքիայի հետ լինի խաղաղություն, բացվեն սահմաններ, որովհետեւ իրանք էլ երկիր են ղեկավարել եւ հաստատ պատկերացում ունեցել են, թե ինչ հետևանքներ է բխում Թուրքիայի հետ լարված հարաբերությունները եւ ինչպիսի առաջընթաց կունենա Հայաստանի Հանրապետությունը, երբ որ Թուրքիայի հետ ստեղծվի նորմալ հարաբերություններ եւ մարդիկ սկսեն առևտուր անեն, երբ որ մի ապրանք այսօր Հայաստանում վաճառվում է 10 անգամ թանկ, այն ժամանակ արդեն ավելի մատչելի կլինի եւ Հայաստանի ժողովրդի թե սոցիալական վիճակը կբարելավի, թե պետության բյուջեն ավելի շատ փող կմտնի։ Իրանք գիտեին, որ դա այդպես է տեղի ունենալու եւ Թուրքիայի հետ ուզում էին հարաբերություններ կառուցել, նույնիսկ մոռանալով ցեղասպանությունը, ասելով, որ խնդրում ենք Ֆրանսիային, Ամերիկային, Գերմանիային կամ բոլոր այն երկրներին, որոնք խոսում են ցեղասպանության մասին, չխոսել։ Եւ երկար տարիներ գալիս անցնում է, միշտ մենք ասել ենք ինչի Ամերիկան չի ճանաչում ցեղասպանությունը, Թրամփը, Օբաման եւ այլն, եկավ հասավ Նիկոլ Փաշինյանի ժամանակ, Ջո Բայդենը, Միացյալ Նահանգների նախագահը, առաջին անգամ ճանաչեց որպես Միացյալ Նահանգների նախագահ Ամերիկան նախագահական ձևաչափով ճանաչեց հայոց ցեղասպանությունը Նիկոլ Փաշինյանի օրոք։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները չէին խնդրել, որ Ջո Բայդենը ճանաչի ցեղասպանությունը, բայց ճանաչեց եւ բնականաբար ոչ էլ արգելել էին։ Մենք ով ենք կամ առհասարակ աշխարհի երեսին ոնց կարա մեկը հայ կոչվի, ով որ ցեղասպանությունը այսպես կարող է սարքել ոտնահարման թեմա եւ ասի խնդրում ենք մի խոսեք դրա մասին։ Ոնց կարա հայը խնդրի, որ ցեղասպանության մասին աշխարհի ուժեղ երկրների ուժեղ պաշտոնյաները չխոսեն։ Ես զարմանում եմ ուղղակի, ինչքանով էլ դա լինի Թուրքիա եւ Հայաստանի միջև հարաբերությունների որոշակի բարելավման ճանապարհային քարտեզի ինչ որ մի մաս, որ մենք սկսենք ցեղասպանության մասին քիչ խոսել, մեկը դա անբարոյականություն է, երբ որ դու օտար երկրի բարձրաստիճան պաշտոնյային խնդրում ես, որ քո ցավը, երբ որ դու ապրել ես, չբարձրաձայնի։ Այսինքն սրանով տապալվեց այն վանկարկումները, որ Փաշինյանին թուրք են ասում, իրանք ավելի թուրք են եղել փաստորեն, իրանք համ թուրք էին, համ ռուս էին, համ ադրբեջանցի, համ պարսիկ, համ վրացի, բացի հայից, իրանք ամեն ինչ եղել են։ Եվ այսօր մենակ Փաշինյանին թուրք են ասում, չեն կարող ասեն ռուս, որովհետև Փաշինյանը ռուսների հետ այդքան լավ հարաբերություններ չունի, ավելի լավ է լինել թուրք, քան թուրք, ռուս, վրացի, ադրբեջանցի, պարսիկ, գերմանացի, չինացի, այսինքն նման խառնածին։ Եվ չենք կարծում, որ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության Թուրքիայի հետ դարերից հետո բացվի սահմանը, դա կլինի թուրքություն։ Դա չի կարող լինել թրքություն, դա կլինի ուղղակի նորմալ պետության վերածվել։ Ոչ մի երկիր իր հարևան պետությանը դարավոր սահմանները չի փակում։ Եվ այսպես Բաքվում երկնքից կրակ է թափվում, այսպիսի լրատվական հոսք է տարածվում Ադրբեջանում, ինչ է կատարվում Բաքվի բարձրահարկ շենքերից մեկում մեծ հրդեհ, որի այսպես ասած կրակները թափվում էր ներքև եւ որը այսպես վերնագրերի արժանացել, որ վերևից կրակներ են թափվում ադրբեջանցիների գլխին։ Իհարկե մի օր այդ կրակները թափվելու են եւ դա հաստատ չի ուշանալու, մենք հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է նախ Ադրբեջանում ջրհեղեղներ էր, դրանից առաջ
պարբերաբար լինում էր երկրաշարժեր հետ ցնցումներ, որը կրկին էլի վատ էր Ադրբեջանի ժողովուրդը տարել, ջրեղեղների հետևանքով տվել էին զոհեր, հիմա էլ արդեն ասում են երկնքից կրակներ է թափվում։ 2 օր առաջ, օրինակ Լեռնային Ղարաբաղում էլ ադրբեջանցի զինծառայողը պայթել էր ականի վրա։ Եվ այս ականների դեպքը 1-2-3 անգամ չի, բավականաչափ լիքը նման դեպքեր են տեղի ունեցել, որ սրանք ականների վրա պայթում են եւ այդքան էլ հայկական կողմը իրանց ականների քարտեզները տվեց, որ գնան ականազերծեն, տեղը իմանալով հանդերձ այդ գործողությունները Ալիևը չի անում, որ մեղքը գցի հայկական կողմի վրա, ասի հայերը սխալ են տվել այդ քարտեզները, հայերը կեսը չեն տվել, հայերն են մեղավոր, միջև հիմա սպանում են մեր ժողովրդին, ինադու են դրել այդ ականները եւ հետո հանձնել տարածքները մեզ։ Նման ստորություններ Ադրբեջանի ղեկավարությունից իհարկե սպասելի է։ Ադրբեջանական իշխանությունները իրենք աչքի են ընկնում նման ստորություններով եւ իհարկե ամբողջ աշխարհին չի կարող Ալիևը խաբել։ 5 տարի ինքը ժամանակ ուներ այդ ականները ականազերծելու, նույնիսկ միջազգային տարբեր երկրներից եկան Բաքու, որպեսզի ադրբեջանցիներին օգնեն, Լեռնային Ղարաբաղը շուտապույտ ականազերծվի եւ մարդկանց համար լինի ապահով տարածք։ Բայց օրը մեկը պայթում է ականի վրա։ Սա հայ ժողովրդի ցասումն է, որը Աստված իրականություն է դարձնում, այդքան մարդու հանեցիր իրենց սեփական տներից, այդքան մարդ դարձավ անօթևան, հայկական եկեղեցիները սարքեցիր, մզկիթներ, ռեստորաններ, հյուրանոցներ, կեսը քանդեցիր, հայերի պապական տները սարքեցիր քեզ համար, չգիտես ինչ էր, այսինքն քո այն անապահով բոմժ ժողովրդին, որոնք միգուցե տներում էլ չեն ապրել, խոսքը Բաքվից դուրս բնակվող ադրբեջանցիների մասն է, որոնց սոցիալական վիճակը շատ ծանր է։ Բերում լցնում է Լեռնային Ղարաբաղի հայկական տներ։ Այդ մարդիկ մի օր գալու են իրենց տները եւ այս մարդկանց ադրբեջանցիներին դուրս են շպրտելու իրենց տներից, հետո ասելու է եկան կրկին ադրբեջանցիներին տեղահանեցին։ Ալիևը որևէ հնարավորություն չունի, քան Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակիչներին ապահով ընդունել Լեռնային Ղարաբաղ, որ այդ մարդիկ վերադառնան եւ արժանապատիվ ապրեն իրենց սեփական տներում, նույնիսկ Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց ունենան սեփական իրավունքները, սեփական եկեղեցին, սեփական դպրոցը, սեփական քաղաքապետը, սեփական գյուղապետը, այսինքն համայնք դառնա Ադրբեջան տիրապետության տակ, եւ մենք դրա կողմնակիցն ենք, որ այնտեղ ապրեն հայեր։ Եթե ինքը դա չի կարողանում ապահովել, ապա մշտական թշնամանքը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև շարունակվելու է դարերով։ Այդ ոնց է, որ Վրաստանում, Ջավախքում ապրում են հայեր։ Մենք կարող ենք ասել, որ միլիոնավոր հայեր ապրում են Թուրքիայի տարածքում, միլիոնավոր հայեր։ Այդ որ ցեղասպանություն տեղի է ունեցել, բոլորը չեն հասցրել փախնել։ Շատ շատերը մնացել են, շատ շատերը համակերպվել են այդ իրավիճակին, շատ շատերը կրոնափոխ ու ազգափոխ են եղել, որ չսպանվեն, բայց այսօր